Արդյոք Փաշինյանի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին հայտարարությունը արտաքին հետախուզական տվյալների վրա էր հիմնված, հետախուզության պարզաբանումը։ Արտգործնախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի մայրօրենքի փոփոխության Ադրբեջանի պահանջին, նշել երկկողմ օրակարգում սահմանադրության թեման գոյություն չունի։ Բելարուսի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Երևանին իրենց ձևակերպմամբ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ, որն է Երևանի արձագանքը։ Թուրքերի պահանջով Լիտվայի ազգային արխիվից ջնջել են հայոց ցեղասպանության մասին հրապարակումը, հարցի քաղաքականացման պատրվակ են բերում։ Համայնքների ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետև կենթարկվեն կրթական գերատեսչությանը։ Փորձագետները մտավախություն ունեն, ոլորտի խնդիրները պարզապես կարող են տեղափոխվել մի մակարդակից մյուսը։ Երկրորդ քննաշրջանի ավարտական քննությունների դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 15-ը էլեկտրոնային հարթակի միջոցով։ Քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից 30-ը։ Եվ տղամարդու դի են հայտնաբերել Կոտայքի մարզում, անցորդներն են նկատել, որ կայանված ավտոմեքենայում վարորդը չի արձագանքում։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես նախ ազգային ժողով, որտեղ պատգամավորները Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ են ցանկացել ստանալ։ Արտաքին հետախուզության ծառայության պետին հարցրել են, արդյոք այդ հայտարարությունը արտաքին հետախուզական տվյալների վրա էր հիմնված։ Հետախուզության ծառայության պետի պատասխանից, սակայն ընդդիմադիրները ֆիքսել են, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի եւ որ դա զուտ քաղաքական հայտարարություն է եղել։ Իդեպ այսօր օրենսդիր գործադիր ավանդական հարց ու պատասխանի օրն բայց այն չի կայացել, օրենսդիրները հարցեր չեն ունեցել, կառավարության ներկայացուցիչներին չեն գրանցվել։ Ազգային ժողովում հանրության հետաքրքրող, ինչու չէ նաև որոշ չափով շատերին ահաբեկած կարևորագույն հարցերից մեկի պարզաբանումն են ցանկանում պատգամավորները ստանալ արտաքին հետախուզության ծառայության պետից։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել էր, թե եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց։ Եթե նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ազգային ժողովի դիմադիր պատգամավորները Քրիստինե Գրիգորյանի ձևակերպումից հասկացան, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, եւ ըստ պատգամավորների այն ընդհանրապես վարչապետի քաղաքական հայտարարությունն էր։ Մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին իր տարբերակով ձևակերպեց հարցը։ Նա էլ ցանկանում էր, որ Քրիստինե Գրիգորյանը ավելի հստակ մեկնաբանի, ինչ էր ցանկանում իր հայտարարությամբ ակնարկել Փաշինյանը։ Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն, որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 29743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիր եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։ Ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին։ Պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնն է։ Կմեծանա։ Ասում է, եթե գա Հայաստան դաշինքը կլինի պատերազմ։ Այդ ինչի ելներով եք ասում։ Միգուցե հետ գնաք նայեք, թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության ժամանակ եւ մինչև 20 թվականը։
Եկել եք արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ անում։ Իդեպ Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ իրենք որպես ծառայություն իրավունք ունեն վերահսկել հեռախոսային հաղորդակցությունները։ Արտաքին հետախուզության ծառայության պետը նախագծերի փաթեթով էր եկել ազգային ժողով եւ առաջարկում էր, որ օրենքով թույլատրելի դարձնեն ծառայության կողմից թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության օպերատիվ հետախուզական միջոցառումը ինքնուրույն եւ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով կատարել։ Այսինքն ստացվում է արտաքին հետախուզության ծառայությունը օրենքով հնարավորություն կունենա ազգային անվտանգության ծառայությունից անկախ գաղտնալսումներ կատարել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումի ընթացքում արտգործնախարար Միրզոյանն այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններին, նշել, թե դեռ չի կարողացել, որ բոլոր հարցերը լուծված են։ Միրզոյանը նկատել է, որ Երևանն Անկարայի հետ հրաշալի հարաբերություններ ունի, իսկ պատասխանելով մեր մայր օրենքի փոփոխության Ադրբեջանի պահանջին վերաբերող հարցին, արտգործնախարարը հայտարարել է, թե երկկողմանի օրակարգում սահմանադրության թեման գոյություն չունի։ Դիվանագիտական ֆորումի մանրամասները Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Աշխարհում անընդհատ նոր երթուղիներ են փնտրում Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններով մնա ըստ էության տարածաշրջանով համաշխարհային անցուդարձին խոչընդոտի ըստ արտգործնախարար Միրզոյանի կնշանակի թե սպառնալիք է Հայաստանի գլխավոր դիվանագետը խոսքը հիմնավորում է ջրի օրինակով ասում է ինչ խոչընդոտել լինի ջուրը միևնույն է ճանապարհ կգտնի այսինքն եթե նույնիսկ տարածաշրջանի ստատուս քվոն պահպանվի աշխարհը ոտքի տակ տվողները մեծ շրջանցելու ձևն էլ կգտնեն այստեղ է որ նախարարը բանաձևում է փորձում են հասկանալ ինչպես լուծել խնդիրները ոչ թե մնալ խոչընդոտ։ Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն մյուս կողմից չես կարող խաղաղությունը միայնակ կառուցել։ Չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես եւ ուզում են ոչնչացնել քեզ։ Կենտրոնանալով հենց հայ-ադրբեջանական խաղաղության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների վրա, չնայած Միրզոյանը հաստատված խաղաղության ապացույցներն է թվարկում, այնուամենայնիվ դեռևս չի կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են, մասնավորապես հումանիտար խնդիրները։ Երևանում եվրոպական, ապա նաև այս երկխոսության դիվանագիտական ֆորումի մեկնարկից ի վեր առաջին անգամ հպանցիկ անդրադառնում են Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, եւ երկու համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման։ Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար։ Պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Վերջերս իշխանությունից պնդում էին, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով չափող Թուրքիային հենց Ադրբեջանը չի թողնում բանակցել մեզ հետ, բայց հիմա Արարատ Միրզոյանը նշում է, թե Երևանն Անկարայի հետ նույնիսկ հրաշալի երկխոսություն ունի։ Բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեք եւս մեր ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու Անիի պատմական կամուրջը, որը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է, բայց ընդհանուր առմամբ սահմանը դեռ Վերադարձ Երևան-Բաքու բանակցություններին հարցը դահլիճից Լեհ փորձագետը Միրզոյանից հետաքրքրվում է, թե այժմ հատկապես ինչն է խոչընդոտում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը եւ թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպես կազդեն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Որքան գիտեմ, Ադրբեջանը պահանջում է ձեր սահմանադրության փոփոխությունը։ Ինչպես եք հաղթահարելու այդ խոչընդոտը, քանի որ սահմանադրական մեծամասնություն կազմելը այնքան էլ հավանական չէ։ Պետք է ասեմ, որ չկա այդպիսի պահանջ։ Սահմանադրության թեման չկա երկկողմանի օրակարգում։ Դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում, ես այդպես եմ լսել շարունակաբար։ Ու նրանք պատրաստ չեն ստորագրելու եւ վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, եթե մենք չփոխենք սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դա ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Հավանաբար հանրաքվե կունենանք սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկելու թեմա չէ։ Մեկ այլ Լեհ փորձագետ էլ Միրզոյանին ասաց, թե նույնիսկ իրենք, որ Եվրոպական միության անդամ են, դեռևս տատանվում են, վերջնական որոշում չունեն, միանալ ԱՄՆ նախագահ Թրամփի նորաստեղծ խաղաղության խորհրդին, թե ոչ, հարցրեց, ինչպես տարածքով ավելի փոքր Հայաստանը միանգամից ընդունեց իր որոշումն ու միացավ այս կառույցին։ Արտգործնախարար Միրզոյանն էլ պարզաբանեց, թե չնայած ՄԱԿ-ը դեռևս անելիք ունի, նոր աշխարհակարգը, նոր կարիքներ էր նաև առաջ քաշել։ Թրամփն առաջնորդեց գործընթացը, Հայաստանն էլ միացավ դրան։ Երևանն ուզում է օրինակ լինել աշխարհին հայ-ադրբեջանական խաղաղությունը Միրզոյանի ձևակերպմամբ արտահանել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Բաքվի բանտից ուղերձ է հղել Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանն օրերս կոչով դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Անահիտ Մանասյանին դիմում է նաև ինքը, որպեսզի վերջինս միջնորդի ադրբեջանցի իր պաշտոնակցին օմբուդսմեն Ալիևային եւ կարողանա ամբողջությամբ ստանալ Բաքվում դատապարտված հայերի մեղադրական ակտերն ու դատավճիռները եւ դրանք փոխանցի Իշխանյանի ընտանիքին։ Ես չկարողացա դատա պրոցեսի վերջին խոսքի ժամանակ ամբողջականին խոսքը ասել, այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դարձավ իմ մոտ համոզմունք դատա պրոցեսի ընթացքում։ Իմ ասած մտքերի եւ խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա։ Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետին։ Հայտնելով այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նաև նշել է, որ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին։ Բելարուսի արտգործնախարարությունը բողոք է հայտնել պաշտոնական Երևանին իրենց ձևակերպմամբ հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։ Բելարուսի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Բողոքի նոտան հանձնելիս ասել են, թե Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները Բելարուսի մասին նախընտրական պոպուլիզմ են եւ Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։ Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա եւ կառավարվի այնպես, ինչպես Բելարուսը։ Իսկ այսօր խորհրդարանում Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե չի մեկնաբանում եւ որ Բելարուսը Բելարուս է, Հայաստանը Հայաստան։ Ես իմ երկրի պատասխանատուն եմ, հավելել է Սիմոնյանը։ Հիմա կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Թուրքերի պահանջով Լիտվայի ազգային արխիվից ջնջել են հայոց ցեղասպանության մասին հրապարակումը, հարցի քաղաքականացման պատրվակ են բերում։ Համայնքների ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետև կենթարկվեն կրթական գերատեսչությանը։ Փորձագետները մտավախություն ունեն, ոլորտի խնդիրները պարզապես կարող են տեղափոխվել մի մակարդակից մյուսը։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումը թուրքական դժգոհությունից հետո Լիտվայի պետական արխիվը հեռացրել է։ Ռուսական մամուլը գրում է, որ Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչել են մտահոգություններ, թե արխիվն իբր քաղաքականացնում է թեման։ Մամուլն այս տեղեկությունը տարածում է հեղում անելով գլխավոր արխիվարիուսին։ Հայ մասնագետների դիտարկմամբ պատճառներից կարող է լինել ցեղասպանության թեմայի վերաբերյալ հայկական կողմի ոչ հետևողական քաղաքականությունը։ Մեր վերջին 30 տարվա ընթացքում հայոց պետությունը նմանատիպ իրավիճակներում հաճախ լռել է, ակտիվ միջամտություն որևէ կերպ չի ապահովել։ Այսպես եթե շարունակվի, Հայաստանում են ձևափոխությունների ենթարկվելու մեջ հրատարակչությունները, պետական կայքերում տեղակայված տեղեկատվությունը այսօր արդեն առհասարակ ոչ մի ձայն չեն հանում այդ ուղղությամբ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա։ Ադրբեջանական մամուլն է գրում, հեղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին, որոնք նշում են, որ սահմանային անցակետերի բացման ժամանակացույց դեռևս չկա։ Ավելի վաղ թուրքական թերթերից մեկը գրել էր, թե Հայաստանի հետ սահմանին անցակետի բացումը նախատեսված է հունիսի 4-ին, հիշեցնելով, որ 1918 թվականի հունիսի 4-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Օսմանյան կայսրության եւ Հայաստանի միջև եւ անցակետի բացումը կարող է հարմարեցվել այդ ամսաթվին։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հանդիպել է լրագրողների հետ եւ հայտարարել, որ Կարապետյանի քրեական գործը յուրահատուկ է։ Եկեղեցին պաշտպանող հայտարարության համար նման հետևանքներ որևէ ժողովրդավար երկրում չի տեսել։ Նա համարում է, որ Եվրոպան փորձում է միջամտել Հայաստանում սպասվող առաջիկա անդրական գործընթացներին, ինչը Ամստերդամի գնահատմամբ ամոթալի է։ Իմ կարծիքով այս դեպքում, երբ եկեղեցու ամբողջ ապագան է վտանգված, մարդիկ մոտիվացված կլինեն եւ կգնան քվեարկության։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, եվրոպացիներին, ապա նրանց պահվածքն ամոթալի է, իրավունք չունեն միջամտելու Հայաստանի ընտրություններին։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատաքննության հստակ ժամկետներ սահմանել, ըստ որի քրգործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում։ Մասնագետները նշում են, որ ժամկետ սահմանելը միայն բավարար չէ, եթե համակարգը շարունակում է մնալ ծանրաբեռնված։ Նաև նկատում են, առանց հաստիքների ավելացման փոփոխությունները կմնան պարզապես թղթի վրա։ Տարիներով ձգվող դատավարություններ, անընդհատ հետաձգվող նիստեր ու որոշման սպասող քաղաքացիներ։ Երկրի դատական համակարգում քրեական գործերի քննության ժամկետները վաղուց են հանրային դժգոհության պատճառ։ Այժմ փորձեր են կատարվում փոխել իրավիճակը, առաջարկելով նոր կարգավորումներ։ Խորհրդարանում արդարադատության նախարարը ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որով առաջարկվեց սահմանել դատաքննության հստակ ժամկետներ, ըստ որի քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում։ Միաժամանակ դատարանը հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարույթային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այլ հանգամանքներ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավել քան 2 անգամ երկարաձգել նշված ժամկետը, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նախագծով առաջարկում են դատավորի փոփոխության դեպքում դատավարությունը չսկսել 0-ից, այսինքն մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները կհամարվեն հետազոտված, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը անհրաժեշտ կգտնի դրանք կրկին ուսումնասիրել։ Փաստաբանները կասկածում են, որ հնարավոր կլինի նման պայմաններում գործերը ավարտին հասցնել։ Եթե մենք նախատեսում ենք, որ կարող է այդ դատավորը նախորդ դատավորի ավարտած տեղից սկսել, դա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք արդարադատության հետ, քանի որ նախատեսում է, որ դատարանը անձամբ պետք է գործի քննությունն իրականացվի, այլ ոչ թե դուք փաստաթղթավորված։ Մասնագետների դիտարկմամբ միայն ժամկետ սահմանելը բավարար չէ, եթե համակարգը շարունակում է ծանրաբեռնված մնալ։ Նկատում են, որ առանց հաստիքների ավելացման փոփոխությունները կմնան պարզապես թղթի վրա։ Շատ գործերով դատական նիստերը նշանակվում են ամիսներ անց, ահազանգում են մասնագետները։ Թեև կան գործեր, որոնք հնարավոր է ավարտել ընդամենը մի քանի դատական նիստի ընթացքում, դրանց մեծ մասի քննությունը սակայն պահանջում է երկար ժամանակ։ Մենք անբավարար հաստիքներ ունենք դատավորների, ինչն էլ հանգեցնում է յուրաքանչյուր դատավորին բաժին ընկած ահռելի քանակությամբ գործերի, դա իհարկե հանգեցնում է նրան, որ եւ ողջունի ժամկետներն են խախտվում, եւ քննության արդյունավետությունն է խախտվում։ Ծանրաբեռնվածության եւ ժամանակային ճնշման պայմաններում փաստաբանները չեն բացառում, որ քննությունը կարող է լինել ոչ լիարժեք։ Նոր փոփոխությամբ նախատեսվում է նաեւ, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով ազատության մեջ գտնվող մեղադրյալի միջնորդությամբ դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ, սակայն մասնագետների կարծիքով դա չի ապահովի գործերի քննության ողջամիտ ժամկետների էական կրճատում։ Մեղադրյալի համար դատական նիստի ներկայանալը պարտականություն է, որի չկատարումը ունենում է շատ լուրջ հետևանքներ։ Հետևաբար մեղադրյալների չներկայանալու պատճառով ասել, որ նիստեր են ձգձգվում, դա ուղղակի անհեթեթություն է։ Արդարադատության արդյունավետությունը միայն ժամկետներով չի փակվում, հիշեցնում են մասնագետները։ Կարևոր է, որ այն լինի լիարժեք, հիմնավոր եւ արդար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետև կենթարկվեն կրթական գերատեսչությանը։ Նպատակն ըստ գործադիրի բոլոր դպրոցներում կրթական քաղաքականության, չափորոշիչների եւ վերահսկողության միասնականության ապահովումն է։ Փորձագետները սակայն մտավախություն ունեն, որ կրթական համակարգի խնդիրները կարող են պարզապես տեղափոխվել մի մակարդակից մյուսը, եւ եթե որոշումների վրա քաղաքական ճնշումներ լինեն, ապա դա կազդի պետության կրթության որակի վրա։ Մասպետարանների եւ համայնքապետարանների ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներն այսուհետև ենթարկվել են ԿԳՄՍ նախարարությանը։ Մարզային դպրոցների դեպքում դա տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին, իսկ մայրաքաղաքայինների պարագայում հաջորդ տարվա սեպտեմբերից։ Երկրում առկա 1400 դպրոցից նախարարության ենթակայությամբ այժմ գործում է շուրջ 130-ը։ Աշխարհագրորեն մեծ տարածք ունեցող երկրներում դպրոցների ենթակայության այլ մոդելներ են գործում, օրինակ քաղաքապետանի կամ մարզային կամ համայնքային ենթակայությամբ։ Դրանք հիմնականում հանդիպում են զարգացած երկրներում։ Հաշվի առնելով, որ մեր երկրում վարչատարածքային բաժանումների եւ հաստատությունների թիվը այնքան մեծ չէ եւ դրանք կարող են մեկ կառույցի կողմից կառավարվել, ուստի նպատակահարմար է կիրառել արդեն իսկ այլ երկրներում գործող եւ փորձարկված մոդելը։ Կառավարությունը շեշտում է, որ նպատակ ունի ապահովել բոլոր դպրոցներում կրթական քաղաքականության չափորոշիչների եւ վերահսկողության միասնականություն, այսինքն կապահովվի կրթության ավելի հավասար որակ, որովհետեւ նույն կանոններն ու ստանդարտները կգործեն բոլոր դպրոցներում եւ պետությունը կկարողանա ավելի հեշտ հետեւել փոփոխությունների արդյունքներին։ Հանրակրթական դպրոցների կենտրոնացված կառավարման անցնելու գործընթացը կբարձրացնի կրթության զարգացման ռազմավարական ծրագրի եւ դրա մոնիթորինգի արդյունավետությունը, կապահովի բարեփոխումների համար միասնական մոտեցումներ։
Ցանկացած հարցով դպրոցները սկսելու են դիմել նախարարություն եւ նախարարությունը ուղղակի չի հասցնելու կառավարել, արձագանքել, process-ները դանդաղելու են, process-ները անտեսվելու են։ Փոփոխությունների մյուս հիմնավորումը տեղական մակարդակում քաղաքական կամ վարչական ազդեցության նվազեցումն է, քանի որ այսօր որոշ դեպքերում դպրոցները կախված են մարզային կամ համայնքային իշխանություններից։ Իսկ կենտրոնացումը թույլ կտա նվազեցնել այդ ազդեցությունները, բայց կա կարծիք, որ այս փոփոխությունը հիմա էլ կուժեղացնի կենտրոնական իշխանության քաղաքական ազդեցությունը։ Համակարգը կարող է գնա, այսպես ասած, կենտրոնացված կառավարման, դրանից բխող տնօրենների, ուսուցիչների քաղաքական հպատակության ռիսկը։ Տեղական ինքնակառավարման մարմինների դպրոցների վրա ազդեցության կորստի հետևանքով կարող է նվազել կրթական համակարգի ճկունությունն ու որոշումների բազմազանությունը։ Մյուս վտանգն այն է, որ եթե կենտրոնական կառույցը ծանրաբեռնված կամ անարդյունավետ լինի, ամբողջ կրթական համակարգը կարող է դանդաղել, քանի որ որոշումները կընդունվեն մեկ կետում եւ դպրոցների արագ արձագանքելու հնարավորությունը կնվազի։ Չեմ կարծում, որ այնքան բյուջե կլինի, որ այդ մարդիկ, որոնք Երևանում նստած են, ամիսը մեկ, շաբաթը մեկ կկարողանան այցելել մարզեր եւ տեղերում տեսնել իրավիճակը։ Փորձագետները մտավախություն ունեն, որ կրթական համակարգի խնդիրները պարզապես կարող են տեղափոխվել տեղական մակարդակից դեպի կենտրոն, եւ եթե այնտեղ ընդունված որոշումների վրա լինեն քաղաքական ճնշումներ, ապա դա կազդի ամբողջ պետության կրթության որակի վրա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ընտրությունների լուսաբանման ընթացքում լրագրողները հաճախ բախվում են մի շարք խնդիրների՝ տեղեկության, հասանելիություն, իրավական սահմանափակումներ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը նշել է, որ խախտումների դեպքում, ինչպիսիք են օրինակ միակողմանի քարոզչությունը, ատելության խոսքը կամ չստուգված տեղեկությունը, հանձնաժողովը կարող է պատժամիջոցներ կիրառել։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասել է, որ քարոզչությունը պետք է անցկացվի օրենքով սահմանված ժամկետներում, հավասար պայմաններով ու թափանցիկ ձևաչափով։ Հայաստանում ընտրությունների լուսաբանումը շարունակում է մնել հանրային վստահության ձևավորման առանցքային գործոններից մեկը, սակայն լրագրողները հաճախ բախվում են մի շարք խնդիրների, սկսած տեղեկության հասանելիությունից մինչև իրավական սահմանափակումներ։ Լրատվամիջոցները նշում են, որ ընտրական գործընթացներում երբեմն դժվար է պահպանել հավասարակշռված լուսաբանումը, քաղաքական ճնշումների, ժամանակային սուղ պայմանների եւ ապատեղեկատվության մեծ հոսքի պատճառով։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծում է, խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն։ Նրա խոսքով հեռարձակողները պարտավոր են պահպանել օրենսդրական պահանջները, ապահովել բազմակացությունը եւ չխախտել ընտրական գործընթացի արդարությունը։ Բոլորը բարձրացնում ենք ընտրությունների անցկացման լեգիտիմությունը, որտեղ ընտրությունների լեգիտիմությունը բարձրացում է նույնիսկ ամենաանդիմադիր, ամենադաժան քննադատությամբ մեդիան, որտեղ եթե կա այդպիսի մեդիա, ուրեմն ընտրությունները անցնում են բաց եւ թափանցիկ պայմաններում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարող է մերժել կամ պատժամիջոցներ կիրառել այն դեպքերում, երբ արձանագրվում են խախտումներ, օրինակ միակողմանի քարոզչություն, ատելության խոսք կամ չստուգված տեղեկության տարածում։ Մյուս կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնում է նախընտրական քարոզչության իրավակարգավորումները։ Ակնհայտ հայոյանք, վիավորանք, պարունակող հոլովակներ էին ներկայացրել հեռուստաընկերություններին եւ հեռուստաընկերությունները, այսպես ասած, հակողում էին հայտնել, որովհետեւ իրենց օրենսդրության, այսպես ասենք, իրենց համար մայր օրենսդրության տեսարուսողական մեդիայի տեսանկյունից ինքը արգելված է նման կոնտենտը հեռարձակել, բայց ընտրությունների քարոզչության տեսանկյունից չկար որևէ նորմ, որ արգելում էր ընտրություններում գրանցված քաղաքական ուժի կողմից ներկայացված հոլովակը եթեր չհեռարձակվի։ Արհեստական բանականության դերը եւս գնալով մեծանում է։ Այն կարող է օգնել արագ վերլուծել տվյալները, հայտնաբերել ապատեղեկատվությունը եւ վերահսկել մեդիա դաշտը։ Սակայն մասնագետները զգուշացնում են, AI-ի կիրառումը պահանջում է պատասխանատու մոտեցում, քանի որ այն կարող է դառնալ մանիպուլյացիայի գործիք։ Նախընտրական քարոզչության մոնիտորինգը իրականացվում է հատուկ մեթոդաբանությամբ, հաշվարկվում է եթերաժամը, գնահատվում է բովանդակության տոնայնությունը եւ հավասարակշռությունը։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Եվս մեկ կարճատև դադար, մնացեք մեզ հետ։ Երկրորդ քննաշրջանի ավարտական քննությունների դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 15-ը էլեկտրոնային հարթակի միջոցով։ Քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից 30-ը։ Եվ տղամարդու դի են հայտնաբերել Կոտայքի մարզում։ Անցորդներն են նկատել, որ կայանված ավտոմեքենայում վարորդը չի արձագանքում։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին քիչ ուշ։
Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Համաշխարհային բեսթսելերներից մինչև արկածային ու դետեկտիվ գրականություն։ Նյումեգը երազի գիրք փառատոնին ներկայացրել է միանգամից 5 նոր գիրք։ Ուսում դպրոցի սաները փառատոնի ընթացքում բաց դաս են անցկացրել, ներկայացնելով իտալացի դասականներից մեկի «Դե Ամիչիսի սիրտը» վեպը։ Իսկ փառատոնի գլխավոր հյուրը հայկական արմատներով լատվիացի դրամատուրգ Ռասա Բուգավիչուտեպեցեն էր, որի մթության մեջ տեսնող տղան գիրքը երազմատենաշարը հրատարակել է դեռ անցած տարի։ 4 մանկական ու 1 ծնողավարման գիրք երազի գիրք 5-րդ փառատոնին, Նյումեգի ու Երազ Projects-ի 5-րդ փառատոնն է։ 2023 թվականին Նյումեգը եւ Երազ Projects-ը ստեղծեցին երազմատենաշարը ու այս 3 տարիների ընթացքում ներկայացրել են մոտ 20 գիրք եւ այսօր արդեն 5-րդ փառատոնին մենք ներկայացնում ենք 5 նոր գիրք։ Համաշխարհային բեսթսելերի վտվտիկի 3-րդ մասը արկածային դետեկտիվ գրականություն պատանիների ու զվարճալի կոմիքս ամենափոքրերի համար։ Ընթերցանությունը սկսվում է ոչ թե պարտադրանքից, այլ հետաքրքրությունից ու նման հանդիպումներից, եւ ես կարծում եմ, որ նման հանդիպումները եւ նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն։ Ուսում դպրոցի սաները բաց դաս են անցկացնում հենց փառատոնի բեմին։ Աշակերտները ներկայացնում են իտալացի դասականի Էդմոնդո դե Ամիչիսի սիրտը, որը Նյումեգը հրատարակել է նոր խմբագրությամբ, նոր շապիկով ու նոր 15 գլուխներով, որոնք հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ Գիրքը դպրոցական պարտադիր գրականության ցանկում է։ Կարծում եմ փառատոնն ու ձևաչափը շատ լավն են։ Ինձ հատկապես դուր է գալիս, որ երեխաները ներգրավված են։ Փառատոնի հատուկ հյուրը լատվիացի դրամատուրգ գրող Ռասա Բուգավիչուտեպեցեն էր։ Նրա մթության մեջ տեսնող տղան գիրքը երազմատենաշարը հրատարակել էր անցյալ տարի։ Ընթերցողների հետ հանդիպման ժամանակ հեղինակը մակագրեց գրքերը ու պատմեց իր մասին։ Գրողն ունի հայկական արմատներ եւ դա իմացել է պատահական ԴՆԹ թեստի միջոցով։ Իմ գիրքը մթության մեջ տեսնող տղան իրական պատմություն է։ Ես պատմել եմ իմ ամուսնու մասին, որի ծնողները կույր են։ Փառատոնի շնորհանդեսները տարբերվում էին իրենց ձևաչափով, երեխաները հանդիսատես լինելուց բացի նաև ակտիվ մասնակիցներ էին։ Նոր գրքերը ներկայացնում էին հենց նրանք։ Երազի գիրք փառատոնը եւս մեկ անգամ միավորեց երեխաներին, ծնողներին ու հեղինակներին, ցույց տալով, որ գիրքն ու ընթերցանությունը կարող են լինել հետաքրքիր ու ուսուցողական։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Գեղարվեստական եւ վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի դասականներ ծրագրում։ Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել Փելեշյանի «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Մենք», «Բնակիչներ» եւ «Տարվա եղանակները» ֆիլմերի վերականգնված տարբերակները, իսկ Փելեշյանն անձամբ կմասնակցի ֆիլմերի ցուցադրություններին։ Արմեն Աթալյանն է մեկտեղել օրվա մյուս կարևոր թեմաները։ Հաստատվել են 2026 թվականի երկրորդ քննաշրջանի ավարտական քննությունների աշխատակարգը եւ ժամանակացույցը։ Դիմումները ընդունվում են մինչեւ մայիսի 15-ը էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից 30-ը Երևանի համար 198 ավագ դպրոցում։ Հիմնական եւ միջնակարգ կրթության համար քննությունները գրավոր են, ներառելով հայոց լեզու, մաթեմատիկա, պատմություն, բնագիտական եւ օտար լեզուներ։ Գնահատումն իրականացվելու է 20 բալային համակարգով, որը վկայականում եւ ատեստատում կփոխարինվի 10 բալայինի։ Թեստերը կազմում են ԳԹԿ-ն։ Սա կրթությունը էքստերն ավարտելու հիմնական հնարավորությունն է, հստակ ժամկետներով եւ կանոններով։ Սոցցանցերի տեսանյութերը բացահայտել են 9 խախտող վարորդ Երևանում։ Միայն ապրիլի 27-ից 29-ը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում Բարեկային ծառայության Երևանի գնդի հետախուզական հատուկ խումբը հայտնաբերել է 9 վարորդ, կազմվել է 14 վարչական արձանագրություն։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը, խախտումները վերաբերում են հանդիպակաց գոտի դուրս գալուն, երթևեկությանը խոչընդոտող հետընթացին, ճանապարհային նշանների անտեսմանը, ինչպես նաև վարորդական իրավունք չունենալուն կամ ուժը կորցրած վկայականով վարելուն։ ՊԵԿ-ը արտարժույթի առքովաճառքի մի շարք խախտումներ է բացահայտել։ Պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չունենալով կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիա իրականացրել են արտարժույթի գործարքներ։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ նյութերը փոխանցվել են նաև քննչական կոմիտե քրեական վարույթների հնարավոր նախաձեռնման համար։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ խախտումներ, այդ թվում 100,000 դրամը գերազանցող գործարքներում հաճախորդի ինքնության չստուգում, պարտադիր անդորրագրերի չտրամադրում։ Կոտայքի
Քաղաքի մազում Երևան-Սևան ավտոճանապարհի Ազնու խճուղու կամրջի մոտ կայանված Nissan ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Ահազանգը ստացվել է ժամը 13:30-ին, երբ անցորդները նկատել են, որ վարորդը չի արձագանքում։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թշեշ փրկարարները, որոնք կոտրել են մեքենայի ապակին եւ ներսում հայտնաբերել վարորդին, որի մահը արձանագրել են շտապ օգնության բժիշկները։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզելու մահացածի ինքնությունն ու հանգամանքները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ հիմա եղանակ կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 23, Լոռիում 12-ից 16, Տավուշում 18-ից 20 աստիճան, Հարերատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 23 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 13-ից 18, Երևանում օրը կանցնի պարբերական տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 9, ցերեկը 20-ից 22, երեկոյան 15-ից 17 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Այսքան եմ ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։